Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Միշտ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների, բարեկամների, բարձրադասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հարգելիներս, բաժանորդագրվելու համար ես շատ ուրախ եմ, որ նոր մարդիկ են ավելանում, ուղղակի մարդիկ չգիտեն։ Վիդեոն, որ երևում է, տակի ուղղանկյուն սև քառակուսի է YouTube-ում, դա սեղմում եք, բաժանորդագրվում եք եւ ակտիվ գրեք ձեր ցանկությունները, ես բոլորիդ գրածները կարդում եմ, որը պետք է անդրադառնում եմ։ Շնորհակալություն լավ խոսքերի համար, թեկուզ նկատողությունների, տեսնում եք, որ նկատողություն եք անում, բան եք ինչ-որ գրում, ես անդրադառնում եմ։ Սկսեմ այսօրվա հաղորդումը 4 թեմա ունեմ։ Հաղորդման վերնագիրն եմ դնելու խնդալու հաղորդում, որտեղ ոչ թե ծիծաղելու, տենց է կգրեմ։ Կգրեի ծիծաղելու, բայց խնդալուն ավելի ճիշտ է, որ հետո չասեն, արա ախպեր խնդալու չի, ծիծաղելու է։ Սկսենք մի քանի հարցից։ Առաջինը Հայաստանում։ Ինչ է կատարվում։ Գիշերը Տաշիրի Սամոյին ժամը 4-ի կողմերը, 5-ի կողմերը դուրս եկավ կամավոր գնաց հանձնվեց։ Հիմա սկսենք հարցը ամենաառաջինը արդեն չգիտեմ որ մեկից սկսեմ։ Լավ, Տաշիրի Սամոյից սկսենք։ Ուրեմն ես գրել եմ, որ Տաշիրի Սամոն Հայաստանի ամենահամեստ օլիգարխն է, ճիշտ է, ռուսաստանցի է Հայաստան։ Ժողովուրդ ջան, ես իմ ամբողջ խոսքերին պատասխան եմ տալիս։ Ես ոչ Սերժ Սարգսյանի կողմնակիցն եմ, ես ոչ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ ու փող եմ ստանում, ես ոչ Տաշիրի Սամոյի կողմնակիցն եմ փող եմ ստանում, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչյանի, ոչ էլ Արտակ Սարգսյանի, որ բոլորդ մտածում եք, ես ոչ Ռուսաստան վիլա ունեմ Սամոնա տվել, ոչ Եվրոպաներում վիլա ունեմ, չնայած ոչ մեկ չունի տենց, ոչ էլ Աֆրիկայում վիլա ունեմ, որ Արտակ Սարգսյանն է տվել։ Ես վերլուծում եմ միշտ անկախ ու հայ ազգի կողմից, ես հայ եմ։ Իմ համար Հայաստանից բարձր արժեք չկա։ Տաշիրի Սամոն Արցախը հանձնելուց խոսացել է, ոչ։ Տաշիրի Սամոն միշտ ռուսի շահնապաշտպան է, միանշանակ։ Տաշիրի Սամոն Հայաստան բարեգործություններին փող տվել է, այո։ Արցախի Ղարաբաղի ճանապարհի փողի 80%-ը տվել է, այո։ Արցախում հիվանդանոցի եւ մնացած բաների համար հյուրանոցը հիվանդանոց կառուցել է, այո։ Հայաստանում դալմա եւ այլն բիզնեսի կենտրոններ կառուցել է, այո։ Էլեկտրոցանցերը վերցրել է, այն ժամանակ հոսանքը էժան էր, վերցրեց, թանկացրեց, իբր թե հոսանքը պիտի իջեցնի, թանկացրեց։ Տաշիրի Սամոն քավոր սանիկություն ունի Լեֆոյի հետ միանշանակ։ Լեֆոնովա ցանկացած պետության ով եկավ տեր, Լեֆոն դառավ դրա ստրուկն ու բումաժնիկը։ Հիմա էլ Լեֆոն խառնված է, հելել է իբր ուզում է Նիկոլի դեմ, բայց դու շողաննա ընկերություն ստեղծեցիր, չէ՞ Լեֆո։ Շողերինյա քո կնոջ եւ Աննայի միասին CT-ով եւ այլն։ Հա, շողոն ամենտեղ շուխուր էր, աննախ Շողերինյա անունը չգիտեմ որտից հայտնվավ, շող էր միշտ։ Լավ, Շողերինյա, քո սիրած ձևով ասենք։ Տիկին Շողերինյան ամենտեղ դուրս էր գալիս, ասում էր Աննայից այս սենց է մնում, որական կես միլիոնից $1 միլիոն նվեր է ուզում ոսկու։ Սամոն ոչ մի անգամ Ռուսաստանի դեմ չխոսած, Սամոն ոչ մի անգամ Հայաստանի համար չխոսած, ռուսները 44 օրյա չխոսած։ Ռուսական ծառայության տակ մնաց, կա ու կմնա, մնաց։ Բայց ես որ ասել եմ մարդը համեստ է, ես հիշեցնեմ բոլորիդ։ Տաշիրի Սամոնը իր տղեկը կյանքում ոչ մի օբյեկտ չեն մտեն մատուցողին գողացե տարե իրանց դա չեն պայե բռնաբարե։ Ոչ մի օբյեկտի տիրոջ հետ չեն գործարքի գնացեք ամ օֆիսի աղջիկներին գողացե տարե մերկ բաց թողե Հրազդան ստադիոնում իրանք 50 տղամարդով մերկ ընկե հետևներից բռնաբարե։ Ոչ մի օբյեկտի տիրոջ պես դռները չեն փակի աղջիկներին բռնաբարե դանակով խփեթե Վանոն մերնա, Երգիրը մերնա, էլի թռի։ Հասկանում եք, սանունները բոլոր գիտեք, ասեմ, գրզոյա, բուրնաշա, ոչ մեկի պես առևտուր չեն արել տրաֆիքինգի, Վանոյի արշա, բանի, Վովայի արշակա բանը։ Ես ասում եմ, ոչ էլ բանի պես, լյովիկի պես ալերաղացի, մտա ասել են, ես ես ժողորդի լավ հանեք, բեմի վրա աղջիկ պտի ես անեմ։ Հասկացաք, ոչ է բուրրաշի պես մտել են բացի այդ լկտություններից, գողությունից աղջիկ բռնաբարել, չեն մտել, տուգոն հենա կենթանա, տուգոյի օպեկ քաշել են աղջկան այդ պարույթը, թե քեզ պտի տանեմ ես անեմ, հան է դեմից կրակել են տղամարդը օրգաներից զրկել։ Հասկացաք, բուկետ բերան մի բացեք, որ ամեն ինչ չասեմ։ Ասել եմ մարդը պարկեշտա, մեկը ցույց տվեք, որ տեսել եք Սամոյին կամ իր ընտանիքի անդամներին կամ աղբորը լկտի պահված։ Իսկ սրանք լկտի չեն, մեկը մեկից լկտի։ Մեկը մեկից լկտի, բոլոր թիմերի անդամները։ Վանոյի ճուտը լկտի չէր, Վանոյի դավոն լկտի չէր, Վանոյի սմբոն լկտի չէր։ Ով լկտի չէր։ Գրզոյենք լկտի չէին ու չէր։ Ոչ մի իշխանության ժամանակ չփոխվան։
Քոչարյանի տղեն լկտիչ էր Դուբայում լովիգի իբր կռիվ էր սարքեբանման։ Լեֆոն սաստավը լկտիչ էին, որը լկտիչ էին, մանվելի կնիկը լկտիչ էին։ Ով լկտիչ էր, տղեկ ով բան, ով։ Անուն տվեք ասեմ, ինչ են արել, որտե են արել։ Փայտյանի տղեն լկտիչ էր։ Շարունակեմ, թե չէ։ Նավասարդը լկտիչ էր։ Մատրոշկայից դուրս չէր գալի ու ջիանի կլուբից։ Ինչ եք բուկետ բերան բացում, որ ասեմ։ Հիմա ես կբացատրեմ ամբողջ։ Սամոն ռուսի մարդն է, անխոսք։ Սամոն շոուի մասնակիցը միանշանակ։ 18 թվից ես կողմ Սամոն օտիդո Հայաստանում ապրե բիզնեսները արել են միանշանակ։ Ինչի հիմա եղավ։ Բացատրում եմ խաղի կանոնը։ Տեսեք։ Եկեղեցին ու Նիկոլը որպես ռուսական շուն, ուշադիր լսեք ինձ, ռուս-թուրքա-ջհուդական իմ համար կապ չունի, շուն, հեսա կբացատրեմ այդ թուրքա-ջհուդական խաղի ամենակարևոր մասը, որը հաղորդեց Իրանի դեսպան արդեն իմ ասածներից հետո, ոչ թե ինձ ա լսել, Իրանի դեսպանը հաստատեց իմ ասածները, սխալ կլներ որ ասել ինձ ա լսել։ Ուրեմն Նիկոլը հիմա պետք է գնա Թուրքի տակ ասել են 69 պարտի Էրդողանի կողմից ինչ ուզում են անեն իր ապարերից պետար, անելու է։ Հիմա ռուսական ծրագիրը բռնեցին իբր վեհապարին հայոյեց տեղակալին հայոյեց, հա տեսան որ չէ, ժողովուրդը վեհապարին չի ընդունում, որտեղ գիտի որ վեհապարը եւ հոգեվորականների 95%-ը այլասերված գործերի մեջ են, հանձինս Նավասարդի, հանձինս տո Արգիշտի հոր, Նիկոլ Արգիշտի հորը չգիտեր, որ ասում էր ինչի պետք է երեխա ունենան, բռնիր Արգիշտին դրեցի, եկեղեցին իրավունք չունի, հարց եմ տալի, չէ, ես հիմա ոչ մեկին բան չեմ ասում, հարց եմ տալի, Նիկոլ դու չգիտեր, որ Արգիշտի հերը բանա, հոգեվորականը, բայց ինչի երեխուն բեր են թունել իր այդքան տարի փայփայեցիր ծոցդ, բա մինչև իմ ինչի Արգիշտը նստած չի, նստած չի, ոչ էլ հերն է նստած, ըտենց, սուտ ձև տվիք Արամին փախցրեցիք Ամերիկա, չնայած չասեմ էլ, հա սուտեսի պտի բռնի, հոգեվորին պտի բռնի, չբռնող, այսօր էլ Աբազին հանել եք իբր ձևական, Աբազը չեր գնաց բռնելու դրա համար հանին, լուրջ եք ասում այս սերիալի մեջ, հա։ Բա Աբազին հանեցին, դրանից առաջ KGB-ի Համբարձումյանը կանգնավ ասեց մասնագետը պրոֆեսիոնալ է, չէր գնա այդ արարքին, արա սա ռուսի շուն էիք, ու բանը դու չես վաղուց, Համբարձումյան, KGB-ի պետը դու չես, մի օր Հայազդի համար մի հատ լավ խոսք ասել ես, չէ, չկաս գոյություն չունես, հմել էլ դաշնակ գիշերվանից, էլ եսիմ Սերժ, էլ եսիմ ինչ դեպուտատներ, գնացել են Սամոյի տուն, հայ գուդուր, կանգնել են, պարկել են, էս են արել, ցույց են տալիս, հելնում են կռան, այ ախպեր ջան, Դուբայից մի հատ այդ 300-500 հարկանի շենքերի կռաններից վերեք, այդպես լավ չէ, շոուն ավելի սիրուն կլերսես, գցեք Սամոյին տնից անեք։ Հելա նստավ ձեր հետ եկավ, բռնիկ տարակ, հիմի շոուն ինչ է։ Մեջ անգե նաև Կարեն Կարապետյանը, որի մասին երեք հիշեցի, Ժիլետ Կարենը, Հայազդի համար մեկ թշնամի, որ Իրան-Հայաստան գազամուղը ընենց արեց, որ փոքր տրամաչափ սարքվի եւ ամեն կողմից մետր ու կես ցմա նվեր տվեց ռուսին։ Նիկոլը կարա ռուսի դեմ հելի, Նիկոլը կարա Տաշիրի Սամոյի դեմ հելի, իհարկե շոու։ Եվ այդ պատրվակով Նիկոլը հիմա հայոյա խառն բոլորը ժողովրդին, որ ասում է տրամադրումա գնալու, փորձում են հիմա այս ֆարկածը շահարկել։ Տաշիրի Սամոն Հայաստան գալուց, որպես ռուսական մարդ եւ Հայաստանի օլիգարխների աղբեր ընկեր բոլորի հետ կա։ Թանկացրել է հոսանքը, ժողովրդին գցել է կրակը, գցել է։ Ճիշտ է, ճիշտ է։ Տաշիրի Սամոն Արցախի օրը կանգնավ ռուսներին պաշտպանեց, ասել եմ հաղորդումներ հատատ դրեք ամոթանքը տվել եմ։ Համեստության համար ասել եմ Հայաստանում պավազքի, ասել եմ մնացածի համար չեմ ասել։ Խնդրում եմ իմ մոտ կատլետի ճանճը ազատեք։ Մի թողեք, որ սա խառն իրար, ես խառը չեմ խոսում։ Հիմա տեսեք ինչ են կազմակերպում։ Կազմակերպում են, սա ուրեմն հոգևորականը կազմակերպեց ռուսի հրամանով սցենարը։ Ես բացատրում եմ Պուտինի էլի երկրորդ դասանի ուղեղ հնացած Ձերժինսկու KGB-ի շկոլայի փնթի ուղեղները։ Կազմակերպեցին, տեսան ոչ մեկ, բգոն եկավ հանի ռադարին, դավաճան, ծախու բգոն, բերին մեր կոքի, սկզբից Լևոն Քոչարյան բան տեսան չի ստացվում, մտածեցին կպնի վեհապարի, սկսվավ շուտ, նոր տարվան չթողին, էլի հելավ կեցե, ես ասա Սարդարապատ կապիկություններ, մեկ է հոպ գնա այս արա, այն արա, Նիկոլը բնականաբար պետք է թռնի, տեսան չէ վեհապարի ժողովուրդը էլի չի ընդունում, հելավ մարավ։ Եվ այս Սամոյին էլ եկել են սրանք փչացնելու, ես ձեզ ասում եմ, ինչի համար։
որ Տաշիրի տան դեմ է Երևան Քոչարյանը Սերժը բանը տեսեք երկու տարբերակ է Քոչի Սերժի դաշնակ թիմը Երևան ժողովրդասի հենա նրանք են գրածը մեկը է դա ինչ տարբերություն այո ինչ տարբերություն բոլորը նույնն է ռուսի խաղն է որ այսպես հանեն վեհապարետ ասել նա պայքարում է հանուն երկրի Նիկոլ Առավոտնի ծիրիկում կնգատ ու աղջիկների դու քեզ էջի տակը ամբողջ ազգը բացում է աշխարհի վերջի հայոյանքը կա ոչ մեկին չբռնիր ձևականություն Սամոն ասես պետք է պայքարենք հայ եկեղեցու համար բռնիր ոչ Ժորժ ջան սա ռուսի հերթական ծրագիրն է օգտվելով խառը վիճակից Հայաստանում փորձեն արհեստական աճացնել Տաշիրի Սամոյին որին բերեն կապ չունի կկար աշխատի թե չէ Իրան չեն բերի Կարենին կբերեն պրեզիդենտ Կարեն Ահակի ժամանակ աշխատել է չէ աշխատարկազմի ղեկավար բայց Սերժ Սարգսյանն այն ժամանակ 2008-ին ես որ ասում եի ձեր թիմի մարդիկ կանգնավորում էին ինչի՞ չեք բերում Կարեն Կարապետյանին 2008-ին Տաշիրի Սամոյի աղբորը բա ինքը թույլ է լավ չի աշխատում երեսներին եմ ասում թող կանգնեն ասեն անվտանգության խորհրդով բոլորով կենթանի են հիմա թե քանի 4 ոտանի կենթան են թողնեն Բաղդասարյան բան կանգնած են ասում են ինչի Կարեն Կարապետյանին չեն բերում Միշներից գոնե համեստ մարդը սրանց նման չի, բայց չի կարա թույլը, Սերժին բրթին, Սերժն էր ուժեղը, հիմա արդեն ժամանակն է, հա Սամոյից բրթեն, ժողովուրդ ջան, ռուսական խաղը, հելնել ինչի համար ու ոնց անել, ես ասել եմ, չէ, Հայաստանում դեռ շոուներ ա լինելու, Էս ինչ հա, հեսա դու տեսեք իրար կնիկ, իրար ծոց, կնիկ, իրար ծոց, որ ինվորմացիանի մոտ կա ես ձեն չեմ հանում, տղամարդ իրար ծոց, հեսա վիդեոներա լծվելու է ջեր, հասկանում եք Վիդեոներ այնքան բան են լցելու, որ դուք Սոդոմ Գոմոր ասել եմ ձեզ, ոչ պլյուս 18 կինոներ նայեն ձեր երեխեքը, ոչ դուք մարտաֆիլմ նայեք, ոչ մելոդրամա նայեք, ոչ թրիլեր նայեք, ոչ եսիմ ուժս նայեք, բոլորը լինելու է։ Ես հաթաթ ասել եմ ուլում։ Հիմա Կարեն Կարապետյանն է ոգևորվել, ռուսական բանը Դումանա հելը գոստուման Տաշիրի Սամոյի համար յա լուրջ Բանը Զախարովան այսօր հոգևորականները Կիլին ու Եզրասի տեղակալներով թռել են Մեյդան, մինչև այդ չկային, վայ, Սամոն եւ այլն, բայց Թաթար Ռուբոյի պրոյեկտը փաստորեն կորցրիկ գնաց, չստացվավ։ Թաթար բերիկ չստացվավ, Լրբազան բերիկ չստացվավ, Գարեգին բերիկ չստացվավ, Սամո բերիկ չստացվավ։ Ժորժ ջան, էլ եմ ասում, ես չեզոք եմ։ Ոչ ես նրան եմ ասում, ոչ նրան, բոլորդ մի թիմից եք։ Բոլորդ վերաբերվում է Սերժ Քոչ, Լևոն, Տաշիրի Սամո, Լֆիկ, Մֆիկ, եսիմ Աբազ, Մաբազ եւ այլն։ Բազա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որ պետք է հանի իր դրասներին, այո, ինքը մենակ կարա հանի մարդկանց ու ինքն ա բերի։ Սա երևում է։ Խաշլամա Արամին հանեց Արամ Հովանեսյանին ուղարկեց Ամերիկա։ Մի Աբազին, մյուսին։ Հետո այդ ոնց ալնում որ Նիկոլի թիմը բոլորը կարողանում են փախնել Ամերիկա, հա։ Ամերիկան չի ստուգում որ սրանք իծնեն ռուսական շան կոշիկի տակի կեղտի լպստող են։ Արգիշտի վրա գործ չկա հարուցված։ Այն օրվա ոստիկանն է որ խփել էր դեկարը քցին որ Նիկոլի թիմում աշխատում է ինչ-որ բան կնիկը տարեպոստի են դրամ դրա համար է կարմիր բերետավորներ ասում եք ինչի պիտի բոլորը նստեն հրաման են կատարում որովհետև տիկին բոլորի կանայք ընտանիքով Նիկոլի մոտ գործի են դրա համար իրանք նվիրված ջարդում են ժողովրդին այ դրա համար տարե գործի են դրել սաղին որ ժողովրդին ջարդեն մի թիմ լինեն դրա համար բոլորը պետք է նստեն իսկ ինչ վերաբերում է շոուին ես նայում եմ իրոք շոու ու հաղորդումը ոչ թե Լուրջ հաղորդում, այլ խնդալու հաղորդում, ծիծաղալու էր, չէ, ծիծաղալունը ցիվիլ է, դեռ սա խնդալու է, կազմված ռուսական էժան շոուներից։ Տարել են գիշերը տարան Կարեն Կարապետյանին տղու հետ Նարեկի այսօր թողին։ Հիմա Տաշիրի Սամոյին ոչ մեղադրում են, ես իմ հոսանքը բարձրացնելու, ոչ չարաշահելու, ոչ բիզնես չարաշահելու, չէ, ինչի համար են մեղադրում։ Նիկոլին հակադարձել է իբր հակապետական հեղաշրջում արել, լուրջ եք ասում։ Սերժ Սարգսյանին մեղադրում եք 400 միլիոն դրամի համար, դրեցիք ազատացրեցիք, Աստված սարքիք գողցած փողերը տվիք, 3 միլիոն դոլար եք իբր ասում, սարքեցիք 5 միլիոն դրամ, 15000 $, տվեց պրծավ, հելավ դուս, հա, 12000 $։ Քոչանին մեղադրում եք 100 միլիոն, հետո դարավ 200 միլիոն, բայց Քոչանն էլ է դուսը։ Ոչ մեկ բռնված չի։ Հայաստանի այդ փոքր օլիգարխները, որ բռնված չեն, փոքրիկ օլիգարխները, որ մի երկու հատ գործ ունեն։ Ոնց կարա Տաշիրի Սամոյին բռնեն։ Շոու Կարենն է ոգևորվել է որ դեմքը երևա Կարեն, մենք քո ժիլետը ու քո այդ բերանսնե ծուրմունատ լկտի պահվածքով դեմքը չենք մոռացել։ Քո բոլոր խորհրդականները մարմնավաճառ այն 90-ականների
Որոնց բերեցիր քո կռուգու բոլոր ամերիկաներով, հայաստաններով, տներու Նիկոլի կնգապես նորաձև դպրոցներ ունեն, հա, դպրոցներ, կրթվելը նորաձև է, ով մանավաճառը դպրոց է բացում, մի Նիկոլի կանիկ չէ, Նիկոլի խազնել է նույնը, մանավաճառը բացում է տեղ, Նիկոլը մանրամասն թռնում է, կնգան հեսա ուղարկում է Չինաստան սպասարկելու 1.6 միլիարդի կես 800 միլիոն տղամարդու, ինքն էլ գնում է Էրդողանի հետ սպասարկվելու։ Երկիրը ինչ վիճակում է թողելու, հարավից փախստական գալու է թե չէ։ Իրանից ճանապարհը կարա փակի, չէ, կարա թողի, հա, ինչքան կթողի, որ ասից կասի Իրանի քաղաքացի։ Սյունիքի ժողովուրդ, դիմում եմ ձեզ, հանգարցակի փորձեցին շատ մարդկան, փակում եք բոլոր փողոցները։ Սկսած առաջինը Ագարակից, Կամուրջից, որ այդտեղից է գալու, Մեղրիով, հաջորդ գյուղը որն էր, կարծեմ, ներողություն, գյուղի անունը մոռացա, հաջորդը Լեհվազ Մեղրուց դուրս էր գալիս, անկիր գիտեմ։ Մինչև վերև, վարավարա, մինչև գալիս է Լիճք եւ այլն, Թասի Պավարոտ Լիճք, կանգնացում եք չեք թողում ասել, հաջորդը Քաջարան, կողքի գյուղեր, Կապան եւ այլն, Դավիթբեկ, չեք թողում մարդ մտնի։ Չթողեք, թողատները մնա։ Մի թողեք, ադրբեջանցիներին լցնելու են իրենց ասած արևելյան Ադրբեջան ծրագրի համար, որը չի ստացվելու։ Իմիջիալոց դա Թուրքիայի ծրագիրն է։ Անցնեմ հաջորդ հարցին, հեսա կանցնեմ միջազգային Թուրքիայի։ Հաջորդը, ժողովուրդ ջան։ Ուրեմն այս երկիրը, որ սենց օդի միջից մարդուն բռնում ձևեր է սարքում, շոյի է սարքում, մի հատ շոյել Արտակ Սարգսյանն էս մի տարի բռնված է։ Դա փաստաբանը ներկայացնում է առարկություն 40 էջանոց առարկությունը առաջացնում ինչի համար Արտակ Սարգսյանը մի տարի բռնված։ Պատասխանը գիտեք ինչ է գալիս դատավորի կողմից Աղրամյանը հեր ու տղա էս որ կատարում են Նիկոլի Կոշիկի տակի կեղտերը։ Դատավորներ դուք զգում եք որ ձեր վերջն էլ աղ չի լինելու։ Ինչ եք պատասխանում, գտեք մի որևէ հաստատուն փաստ բերեք, որի համար պետք է Արտակ Սարգսյանը արդարացվի։ Հարգելիներս, ես ձեր հետ չեմ դատավորներ։ Ես ժողովուրդ ջան, դատարանը ստեղծվել է նրա համար, որ ինքը մանգա մարդու մեղքը ապացույցի հաստատի, ոչ թե դու պետք է ընկնես մանգաս, քո մեղքը ապացուցես։ Նման բան երկրագնդի պատմության մեջ չի եղել ու չի լինի, որ դատավորը քեզ ասի բռնել եմ, դե գնա դու փնտրի մանարի պատճառ, որ ես քեզ ազատեմ։ Սենց բան որտեղ եք տեսել։ Սենց բան որտեղ եք տեսել, այ մարդ։ Պատկերացնում եք, չէ՞։ Ձեզ բոլորիդ այտենց կարան բռնել ու ասեն, դե գնա ապացուցի, որ ճիշտ ես։ Ինքը չունի ապացույց։ Եթե ապացույց ունի նախաքննական մարմինը պետք է դնի դատարան, դատով ապացուցեն, զենք են գտել, դեղ են գտել իրենց ասած։ Մի տարի չեն գտել, նոր պետք է գտնեն։ Մի տարի մարդը բռնված է, տարի ամիս է, դեղն ու զենքը չեն գտել, չէ՞ իրենց ասած։ Բոլոր երկրների Ինտերպոլով, բոլոր երկրների ոստիկանները, ոստիկանական ծառայություններ, ներքին գործեր, դատախազություն, բոլոր նամակները գրած ում դիմել եք մերժացա։ Աֆրիկայից, Ասիայով, Ամերիկայով, Եվրոպայով մերժացա, չէ՞ այդ մարդը, ահա։ Բայց ես մարդու մերժել եք, հա, մերժացա, մաքուր, հա, դու ասում ես գնա գտի փաստ, որի հիման վրա ես քեզ ազատեմ, ես պահում եմ։ Քեզ դատավոր տվողի ինչն եմ ասել։ Եղբայր, դու նստելու ես քո հետ շատ հոդվածներով։ Ու շատ եղեք, Արտուշից լավը չլնեք, ոչ էլ այն Շահմանդարյանից լավ եղեք։ Գիտեք, չէ, դուք դատվելու եք Նիկոլի մոտ Աբազի պես մարդը, որ հլունազանդ ուլի պես ամբողջ Հայաստանը կործանեց KGB-ն դարել է Ադրբեջանի KGB, պաշտպանում ադրբեջանցուն գրկում տանում Նիկոլի 3 աղջկա ծոցը քնցնում է, կնկածոցը վերջում նվերա տալիս Ադրբեջանին, այդ KGB-ն Աբազի հրամանով այդ Աբազին հանին գցեն դուս։ Անեց որ ձեզ ավելի բետար բաներ է սպասում։ Տեսեք նվիրված արջիշտը շամպես ծառայեց, Շուշին թալանեց, բանկերի փողերը բերեց, ամեն ինչ արեց, հանեց գցեց դուս։ Աբազին հանեց գցեց դուս։ Արամի նման այլասերված չկար, Արամին հանեց գցեց դուս։ Արտուշի պես այլասերված չկար դուս ու բոլորին սենց շարունակ։ Հերթը գալու է մյուս բոլոր նախարարներ, դուք է մտածեք, ժամի վրա եք դրած։ Իմիջիալոց ես շատ նմանացնում եմ նույն պատմությունը, որը շարունակում է Կուտոյանի ու այս Աբազի պատմությունը։ Հիշեցնեմ ձեզ ուշադիր լսեք, երբ նշանակվել Գևորգ Կուտոյանը KGB։ Սերժի Հելնելուց 6-ից 8 ամիս առաջ, թե մի տարի առաջ, մոտ։ Ու հետո Կուտոյանին խփին։ Հիմա հաջորդ եկող KGB քեզ են խփելու։ Լրիվ նման է սցենարները, ստե ուրիշ բան չի մտածվում։ Զառամյալ Բիձեկ, դեղանող Սերժ, էլ արդեն չգիտի տղա է սիրում թե կնիկ ասում թե ընդհանրապես սիրել է կորցրել է, Կրտածուր Քոչարյան, մի աշկանի քոր ջհուդ,
Եվ Նիկոլը, որը այնքան է խմե, ինչ է ինքը իմի ուզում հոգևորականի ենա նկար եմ գցե հոգևորական այաթոլլա խաղա, որտեվ այնքան է խմե չի կարող կնկան կնիկը էլի աշխարհի հետ է ֆռում, ինքը ստիպված ուզում է եթե բան կուսակրոն դառնա, ասում է ես ստիպելու եմ կուսակրոն դառնալ։ Է դու գնա դառի, որտեվ արդեն չէ ոչինչ չես կարող։ Վերացել ես այնքան ես հարբե ու տեղար է։ Ժողովուրդ ջան, սա իրականությունն է։ Դրա համար ես ներկայացեցի ամեն ինչը չէ զոք, էլի եմ կրկնում, ես ոչ մեկից չեմ վճարվում, ոչ մեկի կողմից փող չեմ ստանում, ցանկությունը չունեմ ստանալու։ Ունենայի կստանայի միտեղ խելոք կապրի։ Կարակ հարցնեք Տաշիրի Սամոյի ընտանիքին ինչ ճանաչում են թե չէ, կարակ հարցնեք մյուսներին ինչ ճանաչում են թե չէ։ Ես չեմ ստանում, ես չեմ վաճառվում։ Եթե որևէ մեկը թվում է ինչ-որ մեկի կողմից փող եմ ստանում, շատ սխալվում եք։ Պարզ է։ Հիմա ասեմ վերջի միջազգայինին ու ավարտեմ։ Նախ Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին, պաշտոնապես Իրանի կողմից, որ միայն Հայաստանն է տարածաշրջանում պահ է ճիշտ Իրանի կողմը։ Թուրքիան, Ադրբեջանը Իսրայելի հետ հսկական քանակությամբ նավթ, բենզին եւ ամեն ինչ վառելիքներ տվել են։ Բայց Իրանի հանդեպ գործողությունը, ոնց մենք տեսնում ենք, Իսրայելը պարտություն է կրում, ես ինչպես որ ասում եի, առաջուրին չեմ ասել, ոնց կարա 100 անգամ փոքր երկիրը անենց խփի Իրանին այդ հսկայական տարածքին, որ վերանա, ասածս ճիշտ եղավ։ Իրանի խփածները հասնում է Իսրայելի նեղ բնակեցված այդ 10,000 8,000 քառակուսում, նրա խփածը հսկայական Իրանին ոչինչ չի անելու։ Սա էսպես է։ Իրանը նորից անցնում է իր ճանապարհին։ Այո, Իրանը բոլոր պատերազմներում պարտություն կրել է, եղել է հողային կրել է, հետո աֆերիստությամբ հետ է ստացել Իրանա-իրաքյան պատերազմին։ Իրանը որևէ պատերազմում պարտք եղել է փողաշխարհին, չէ, միշտ իրեն է պարտք եղել։ Նույնիսկ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ 10 միլիարդ ԱՄՆ-ներ էր պարտք Իրանին, որ կես-կես տվեց, թե չտվեց, գցեց ինչ-որ է։ Բարձր։ Այնպես որ այս պատերազմի մեջ Իսրայելը, Թուրքիա, Ադրբեջան պարտվելու են։ Ինչքան է իրենք ցույց տան, իրենք չկան, ման, իրենք պարտվելու են, իրենք այս խաղի հենց մեջ են։ Ինքնաթիռներն են այնտեղից թռնում, նավթն ու մնացած զենքերն են իջեցնում Թուրքիայից եւ այլն։ Այն որ ասում էին իրար հետ պիտի խաղան, սա միանշանակ։ Բարձր, չէ՞։ Ստից գզվրտոց սարքեցին Սիրիայում մի քիչ իրար սպանեցին զորքերով, բան, առիթը Իրանն էր, Իրանի դեմ խաղացին։ Էլի եմ ասելու, Իրանը մեզ բարեկամ է, ոչ։ Թշնամիա, ես ոչ 50-50 կասեմ ավելի շատ թշնամիա կամ բարեկամ։ Հիմա որ խփեցին սահմանը բացեց լցվելու է, հələ փորձեք այդ ամբողջը կանգնեցնել։ Ես ասել եմ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, բոլոր իշխանապողություն կլինի ավելի շուտ, քան թե բան եք անում։ Կապ չունի կմնաք ռուսի տակ սրան հետև կմտնեք, նրան հետև կմտնեք։ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության գալուց հետո որևէ մեկը ծանոթ բարեկամի միջոցով չեք անցնելու դատական process-ից։ Ոչ մեկը, բոլորը ձեր արածի չափ դատվելու եք, չեք գնդակահարվելու։ Գնդակահարումը ձեր համար փրկություն է։ Դատվելու եք բոլորդ։ Չասեք ստիպված եմ աշխատել, ես եմ արել։ Ու հանգարցը ոչ մի արածը մեկը ծանոթ մեջ գցի, փորձի ասի, ես ինչի բարեկամն եմ ինձ ընդառաջեք, այն ինչի բարեկամն եմ, չի լինելու։ Հայաստանը պիտի փոխվի ու վերականգնվի ու դառնա տարածաշրջանի առաջավոր երկիրը։ Ինչպես նաև տարածքով պիտի լինի կենսատարածք, ոչ թե ասես փոքր ռեզերվացիա, որ լցնեն ժողովրդին, ճնշեն միտեղ պատերազմ լինի, ամբողջ տնտեսությունը սովը մատնվի։ Հայաստանը ճանապարհ ունենալու մինչև ծով։ Հայաստանի տարածքը պետք է մեծանա, որ ինքը լինի պլացդարմ, որտեղ ապրի ժողովուրդը եւ խորություն ունենա, որ թշնամին չկարողանա մտնել։ Ես հիշում եք Տրկռվի առաջի օրը ասեցի, որտեղից է եղել, որ հերրավորությունից կարողացել են ինֆորմացիա տան։ Հենց նույն Կարինի մոտից թուրքերը ինֆորմացիա են տվել, որ խփել են Իրանին։ Նույն այն փորձը ինչ որ արին Արցախում, նույնը կատարեցին Իրանում, այսինքն ստուգողական քննությունը Արցախն էր։ Այսքանը ներկայացրեցի ձեզ այսօր, չգիտեմ ինչ ձև կզարգանա դեպքերը, եթե ինչ որ կարևոր բան լինի, հուշ կներկայացնեմ, բայց այս հերթական շոուներից մեկն է, մի օր հոգևորականին, մի օր սրան, մի օր Տաշիրի Սամոյ, սա Երևա, երկնքից կքիշնեն թևավոր Արա Աբրահամյան գալաբալնիներ հարգանք չունի, քիշնի ժիլետ կարեն, կգան ռուսական բաներ, ինչ կձգձգեն մինչև օրը գա։ Արդեն մոտապես 11 ամիս է մնացել, պետք է խաղան թե չէ։ Այսքանով ավարտում եմ, մաղթում եմ ձեզ լավ օր, եղեք միշտ տեղեկացված, եղեք միշտ վերլուծող, սառը դատեք եւ զգացեք, որից հետո ինչ ենք ասում։
Սառը դատեք, հարգելիներս։ Սառը դատողությունը թույլ է տալիս մարդը ճիշտ կողմնորոշվի։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայազգի ներքին եւ արտաքին թշնամիներին։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, քանի որ հայը դա Աստված Աստծո անունը հայը, մենք Աստծո կրողն ենք, լույսը մեր մեջ է, հենց մենք գնում ենք փողի վաճառվելու, մենք վերածվում ենք սատանայի։ Դրա համար հային պատժողը դուժվում է ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ։ Ուղղակի այդ ժամանակը մենք չգիտենք, Աստված գիտի։ Դրա համար հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Ադանայում, Զմյուռնիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն